Հանուն հոր եւ որդվո եւ օգուտի սրբո ամեն։ Սիրելի բարեպաշտ քրիստոնյաներ, սիրելի հավատավոր ժողովուրդ, այսօր մեծ բարքի վերջին կիրակին է, որ կոչվում է Գալստյան կիրակի։ Եվ այս կիրակին կարևոր պատգամ եւ խորհուրդ ունի իր մեջ։ Մեզ հիշեցնում է Տիրոջ Գալստյան մասին։ Մենք քրիստոնյաներս ապրում ենք Հիսուս Քրիստոսի Գալստյան սպասումով։ Այո, մենք հավատում ենք, որ մեր Տեր Հիսուս Քրիստոս երկրորդ անգամ գալու է այս աշխարհ, որովհետև սա մեզ խոստացավ Աստվածը։ Աստված ասեց, որ հիմա գնում է, մինչ իր խաչելություն ասեց, երբ կտեսնեք իմ չարչարանքները, մատնությունը, խաչելությունը, մահը եւ հարությունը, դուք չվախենաք, որովհետեւ ես նորից գալու եմ։ Գնում եմ հոր մոտ եւ նորից գալու եմ ձեզ մոտ։ Այո, Հիսուս երկրորդ անգամ գալու է։ Եվ երբ Հիսուսին հարցրեցին, բա երբ ես գալու, երբ է քո երկրորդ գալուստը լինելու, երբ է դատաստանը լինելու, երբ է ննջեցյաների հարությունը լինելու, ասեց, որ ոչ ոք չգիտի ոչ օրը, ոչ էլ ժամը, ուստի դուք արթուն կացեք եւ աղոթք արեք։ Այո, Քրիստոս մինչ իր երկրորդ գալուստը մեզ արթուն մնալու եւ աղոթք անելու կոչ արեց։ Ինչ ասել է, արթուն կացեք։ Սա բնավ չի նշանակում, որ Հիսուս մեզ հրավիրում է անքնության, գիշերը չքնելուն։ Այլ Հիսուս ասում է, որ հոգևոր արթնության մեջ պետք է մնանք։ Ուշադիր պիտի լինենք, պատրաստ պիտի լինենք ամեն վայրկյան Տիրոջ Գալստյանը։ Երբ Տերը գա, մեզ մաքուր վիճակում գտնի։ Եվ այս մեծ պահքի, այս վերջին կիրակին, որ փակ պատարակով ենք մենք անցկացնում, փակ խորանով, մեզ կոչ է անում, որ դու ինչպիսի վիճակում ես գտնվում։ Դու, որ սպասում ես Քրիստոսի Գալստյանը, նախ լավ կլիներ, որ մենք ինքներս մեզ այդ հարցը, որ Քրիստոսի Գալստյան մենք մեր տառապանքին, մեր ցավին, մեր ֆիզիկական բաժանմանը վերջ պիտի տրվի։ Եվ երբ մենք հերո ամեն ինչից հարազատի կորուստ ենք ունենում եւ այդքան դառնորեն սգում ենք, այդքան դառնորեն մեր կյանքը փուլ է գալիս, հենց այստեղ է, որ պիտի երևա, որ ես սպասում եմ Տիրոջ Գալստյանը, որովհետեւ ես հավատում եմ, որ Տերը գալու է։ Եվ եթե ես հավատում եմ, որ Տերը գալու է, ես պետք է հավատամ նաեւ, որ հարություն է առնելու իմ սիրելի մարդը, որովհետեւ սա խոստացավ մեզ Աստված։ Ուրեմն մեր առօրյայում պետք է երևա մեր հավատքը։ Մեր ցավի դժվարության մեջ պետք է երևա մեր հավատքը։ Եվ եթե մեր տառապանքի մեջ իմ հավատը ինչի օգնում, ուրեմն ես չեմ հավատում։ Ուրեմն ես թերի եմ հավատում։ Ուրեմն մշակութային ուժով այսպես բերան եկած գործողություն է իմ հավատը։ Եվ այսօր Տերը մեզ ասում է, այսօր եկեղեցին մեզ հրավիրում է այս կարևոր հարցը ինքդ քեզ ուղղելու, դու հավատում ես Տիրոջ Գալստյանը, թե չես հավատում Տիրոջ Գալստյանը։ Եվ եթե հավատում ես երկրորդ Գալստյանը, ապա դու պետք է կարևորես նախ Հիսուսի առաջին գալուստը։ Մենք չենք կարող ասել, ես սպասում եմ Տիրոջ Գալստյանը, ես հավատում եմ, որ Հիսուս երկրորդ անգամ գալու է, բայց չկարևորեմ իմ կյանքում Քրիստոսի առաջին գալուստը։ Երբ եղավ Քրիստոսի առաջին գալուստը։ 2000 տարիներ առաջ։ 2000 տարիներ առաջ Քրիստոս Աստծո որդին մարմնացավ, մարդկային մարմին առավ, ինչի համար, մեր փրկության համար, իմ փրկության համար, քո փրկության համար, բոլորիս փրկության համար։ Ես ինչպես կարող եմ կարևորել Քրիստոսի երկրորդ գալուստը իմ կյանքում, եթե ես չեմ կարևորում իմ կյանքում առաջին գալուստը։ Եթե չեմ կարևորում Քրիստոսի ընձեռնած հնարավորությունը
փրկության հնարավորությունը ես ինքս իմ կյանքում չեմ կարևորում։ Ուրեմն այսօր մեզ արթնացման կոչ է անում Քրիստոս, որ պատրաստ լինենք Քրիստոսի գալստյանը, պատրաստ լինենք կարևորելով նաև առաջին գալուստը, և լավ կլինի, որ ինքներս մեզ մի հարց տանք, եթե Քրիստոս երկրորդ անգամ գա և հենց այս վայրկյանին գա, ինչպիսի վիճակում կլինեմ ես։ Ինչպիսի վիճակում կլինեմ, որովհետև Քրիստոսի գալուստը անխուսափելի է, գալու է մի օր Քրիստոս։ Եվ ժամանակն է անհայտ, բայց այո, մենք մի օր հանդիպելու ենք Աստծու հետ։ Եվ այդ ապագայում, երբ անորոշ է Քրիստոսի գալուստը, երբ է լինելու, բայց պատրաստությունը, թե ինչպես է լինելու Քրիստոսի գալուստը, կամ այդ գալստյան ժամանակ ես ինչպես եմ հանդիպելու Տիրոջ հետ, սա կարող է լինել լավ հանդիպում, եթե Քրիստոսի առաջին գալուստը կարևոր է իմ կյանքում։ Իսկ ինչպես պիտի լինի կարևոր։ Աստծո խոսքը կարդալով, կյանքի կոչելով, ապաշխարելով, մաքրվելով և քրիստոնյայի կյանքով ապրելով պիտի լինի, որպեսզի այդ հանդիպումը Տիրոջ հետ ջերմ հանդիպում լինի։ Եվ որպեսզի ապրենք այնպես, որ այդ հանդիպմանը մենք պատրաստ լինենք, ուրեմն Քրիստոսի առաջին գալուստը և Քրիստոսի յուրաքանչյուր խոսքը իմ կյանքում պիտի լինի ամենաբարձր տեղում։ Գիտես, մեր կյանքը իրապես կարծես պատասխանը լինի Տիրոջ կանչին։ Աստված մեզ կանչում է։ Աստված մեզ կանչել է, որ մենք դառնանք Աստծո որդիներ։ Եվ մենք մեր կյանքի համար պատասխանատու ենք։ Մեր ամեն մի խոսքը, մեր ամեն մի գործը, մեր ամեն մի քայլը մեծ արժեք են Աստծո համար և Աստված ուշադիր նայում է մեր ամեն մի գործողություններին։ Հաճախ մեզ թվում է, թե մենք կարող ենք այստեղ երկրի վրա կատարել քայլ, գործ, ինչ-որ բան, որոնք որ աննկատ կարող են մնալ։ Բայց Աստված ասում է քո ամեն մի խոսքը, քո խոսքով դու կարդարացվես, քո խոսքով դու կդատապարտվես։ Եվ Տիրոջ գալստյան ժամանակ, այո, հենց այդ հաշվետվությունն է լինելու և խոսքերի, և գործերի։ Արդյոք ես ապրում եմ հենց այս կյանքով, որ Աստված ինձ կոչեց և ես պատասխանատու եմ Աստծո առաջին արածների համար։ Կարևոր է, որ մեր կյանքում, որ մենք պատրաստ լինենք Տիրոջ գալստյանը, մեր կյանքում գերակշռող լինեն բարի գործերը, բարի քայլերը, լավ քայլերը։ Սա շատ կարևոր գործոն է մարդու փրկության համար, որովհետև այդ լավ գործերը կարևոր ներդրում են հավիտենական կյանքի համար և մեզ ժառանգորդ են դարձնում։ Հիսուս ասեց, թող ձեր գործերի միջոցով փառավորվի ձեր երկնավոր Հայրը, որ երկնքում է։ Հիմա մի պահ մտածենք, իմ գործերով Աստված պիտի փառավորվի։ Որ գործերով։ Այն գործերով, որ ես ամբողջ օրը ամեն վայրկյան պատրաստ եմ չարախոսելու, վատ քայլ անելու, չգիտեմ, բամբ ասելու, փնովելու։ Մի հատ մեր մարդկային փոխհարաբերությունները նայենք։ Բարի գործերն են շատ, սիրով, հանդուրժողականությամբ, ներողամտությամբ, այդ քայլերն են ավելի շատ, թե հակառակ քայլերը, որոնք են ավելի շատ մեր կյանքում։ Բնականաբար մենք բան էլ չասենք, քարերը կխոսան, ինչպես Սուրբ գրքում է ասում։ Կաղաղակեն ուղղակի, որովհետև առօրյան լիքն է անհանդուրժողական գործողություններով, սիրո պակասով, որքան մեծ է լարվածությունը միմյանց նկատմամբ։ Եվ սա ինչ է անում։ Սա մեզ
հերվացնում է Տիրոջ գալստուց։ Որովհետև բարի գործը մեզ մոտեցնում է Աստծուն, սերը, ողորմությունը, ներողամտությունը մեզ հիշեցնում է, որ մենք Քրիստոսի հետևորդն ենք, Քրիստոսի մի մասնիկն ենք։ Երբ Քրիստոսին եկան վիրավորելու, թեև Քրիստոս ասում էր, չէ, երբ աջ այտիդ ապտակեն, ձախնել դեմ տուր։ Դա մենք մի տեսակ մտածում ենք թուլության նշան, բայց Քրիստոս ասում է չարին հակառակ մի կանգներ այդ։ Ասում է հին կտակարանում ասվեց աչքի դիմաց աչք, եթե քո աչքը կհանեն, դու էլ նրա աչքը կհանես, եւ կյանքի դիմաց կյանք, բայց ես ձեզ ասում եմ, որ չարին հակառակ չկանգնեք, երբ աջ այտիդ ապտակեն, ձախնել դեմ տուր։ Բայց երբ Քրիստոսին փնովում էին, Քրիստոսին հայհոյում էին, Քրիստոսին վիրավորում էին, Գեթսեմանի պարտեզի դրվագը հիշեք, եկան Քրիստոսին ձերբակալելու եւ հարվածեցին։ Քրիստոս մյուս այտը չպարզեց, չասեց այս մյուսին էլ խփեք։ Այլ ընդհակառակ ասաց, ինչ եք ինձ ապտակում։ Բայց ուրեմն այն ինչ որ մենք անում ենք սիրով, դա երբեք չի կորչում։ Եվ Աստված տեսնում է ու գնահատում է։ Գիտեք, շատ ժամանակ մենք վախենում ենք դատաստանից։ Երբ մտածում ենք, որ Քրիստոս երկրորդ անգամ գալու է, հարությունն է լինելու եւ դատաստան, սա արդեն մեզ սկսում է վախեցնել։ Եվ Աստված մեզ ասում է, որ այո, դատաստանի ժամանակ գարժան է լինելու։ Հովհան ավետարանում Հիսուս ասեց, նրանք ովքեր որ բարիք գործեցին, հարություն պիտի առնեն եւ ապրեն, իսկ նրանք ովքեր որ չարիք գործեցին, հարություն պիտի առնեն եւ դատապարտվեն։ Այնտեղ կլինի լաց ատամների կրճտում։ Բայց եթե ես ապրում եմ Քրիստոսի տված օրինակներով, Քրիստոսի կյանքով, Քրիստոսի պես չարին հակառակ չեմ կանգնում, Քրիստոսի պես ինքս ինձ կարողանում եմ պաշտպանել, Քրիստոսի պես բարի եմ, օգնում եմ, բարիք եմ գործում, սեր եմ կարոզում, Աստծո խոսքով եմ ապրում, ես ինչի պիտի վախենամ դատաստանից, որովհետև դատաստանը Տիրոջ հետ հանդիպման իմ հնարավորությունն է։ Տեսեք, Ադամը մինչև մեղ գործելը 100 անգամ հանդիպել էր Աստծուն, բայց ոչ մի անգամ չէր վախեցել։ Չէ, երբ որ Աստված Ադամին ասեց աճեք, բազմացեք, լցրեք երկիրը, Ադամը Աստծու առաջ կանգնած էր, տեսնում էր Աստծուն։ Երբ որ Ադամը գնաց ասեց ես մենակ եմ, գիտես, կենդաններին անուններ տվեց, ինչպես Մնտոց գրքում է ասում, եւ չգտավ իր նման մեկին, նեղվեց եւ բողոքեց Աստծուն։ Աստծու առաջ կանգնած էր խոսում։